Մենք վերադարձանք եւ տաղավարում են արդեն մեր հյուրերը։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության 3-րդ բարեկային գումարտակի 3-րդ վաշտի բարեկ, ոստիկանության լեյտենանտ Ռիփսիմե Ստամբուլյանն ու նույն գնդի առաջին բարեկային գումարտակի 2-րդ վաշտի բարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արմեն Հարությունյանը։ Բարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարվում է ընդունելություն, ովքեր կարող են համալրել ոստիկանության աշխատողների ցանկն ու ինչպես կպարզենք մեր հյուրերից։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Բարի օր, ուրախ ենք, որ այսօր մեր հյուրն եք, եկեք սկսենք ամենասկզբից, թե ինչ ընդունելություն է եւ ովքեր կարող են դառնալ մեր նոր բարեկները։ Բարի, նախ շնորհակալ ենք մենք ձեզ տաղավարում մեզ հյուրեն կարելու համար, շատ հաճելի է ձեզ հետ գտնվել նույն տաղավարում։ Նշենք, որ բարեկային ծառայությունում արդեն իսկ սկսվել են մեկնարկը, հոկտեմբերի 27-ից սկսվել է մեկնարկը բարեկային ծառայության ընդունելությանը, որը տևելու է մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ։ Ովքեր կարող են դիմել։ Բարեկային ծառայության կարող են դիմել 18 տարին լրացած, չափած բոլոր անձինք, իգական եւ արական սեռի ներկայացուցիչները, ովքեր ցանկություն ունեն իրենց գործառույթները իրականացնել բարեկային ծառայությունում։ Նաեւ կարող են ներկայացնել հայտերը գործող ծառայողները։ Իսկ արդյոք սա ամենամյա ընդունելություն է եւ որքան է աշխատատեղերը թափուր, որքանով է թափուր այս պահին։ Այս անգամվա ընդունելությունը նախատեսվում է 250 տեղ, որից 100-ը Երևանի բարեկային ծառայությունում անցնելու համար, մնացածը արդեն ըստ բաշխվածության մարզերի։ Նշեմ նաև, որ բարեկային ծառայությունում ընդունելության գրավչությունը վերջին շրջանում բավականին աճել է, կապված ավելի թափանցիկ ընտրական գործընթացի, ավելի արդիականացված ուսուցման եւ իհարկե ամենակարևորը մասնագիտական եւ անհատական աճի զարգացման հետ։ Մեր ծառայությունը քաղաքացիներին առաջարկում է կայուն աշխատանք, սոցիալական երաշխիքներ եւ հասարակական անվտանգությանը աջակցելու հնարավորություն նպաստելու։ Բոլոր մեր քաղաքացիներին եւ իգական եւ արական սեռի հորդորում եմ, որպեսզի դիմեն եւ փորձեն ծառայությունը շարունակել բարեկային ծառայությունում, ինչու էս նաև մեր ոստիկանության մյուս ստորաբաժանումներում ծառայած մեր ծառայողներին։ Մենք վերջին շրջանում տեսնում ենք, որ նաև կանայք են ներգրաված այս աշխատանքում, ինչը որ շատ ավելի հաճելի է եւ ել ավելի շատ է ներգրավվածությունը նրանց ավելի շատանում։ Արդյոք դիմորդները ավելի շատ են եւ արդյոք սա նաև օգնում է ծառայությանը, չէ՞ որ կանայք շատ ավելի կարող են լինել համբերատար, կարող են լինել շատ ավելի լավ հոգեբանությամբ մոտենան հարցին։ Այո, միանշանակ դա այդպես է, բավականին լավ է անդրադառնում իգական սեռի ներկայացուցիչների ներկայությունը ծառայության ընթացքին եւ քաղաքացիների հետ շփմանը եւ ծառայողների միմյանց հարաբերությունների ընթացքում, որովհետեւ իգական սեռի ներկայացուցիչի տվյալ հատվածում գտնվելը բավականին զսպվածություն է ցուցաբերվում երկու կողմերի միջեւ։ Նաև պարտաճանան չենք ավելի շատ ինձ թվում է եւ արժանի նման գործի։ Իսկ տարիների ընթացքում ինչպես է փոխվել կանանց հանդեպ տիպային վերաբերմունքը։ Ասեմ, որ ես վաղուց եմ ծառայություն իրականացնում ու բավականին բարձրացել է մակարդակը, ավելի հաճելի կերպով են ընդունում, ավելի ուրախությամբ, աշկին ավելի հաճելի է եւ շոյելի է, երբ որ տեսնում են իգական սեռի ներկայացուցիչներ։ Երբեմն այն կոնտակտը, որը տղայի հետ չի ստացվում, բավականին հեշտ ու սահուն ստացվում է իգական սեռի ներկայացուցիչների մոտ։ Վերջին անգամ, որ դուք մեզ մոտ հյուր եկաք, դեռ անցյալ տարի, մենք խոսեցինք այն մասին, որ փոփոխություններ են տեղի ունեցել ընդունելության հարցում, քաշի, բոյի, տարիքային, այսպես խոսենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Այո, փոփոխությունները տեղի են ունեցել, եթե առաջ մենք ունեինք կոնկրետ սահմանափչափ 1.60 էր համարվում, հիմա 1.55-ից արդեն իսկ ընդունելությունները իրականացվում են։ Ընդունելության առաջնային փուլը դե բժշկական հետազոտություններ են, որին համապատասխանելու դեպքում արդեն իսկ անցնում են երկրորդական փուլին։ Բոլոր քաղաքացիները կարող են իրենց դիմումները ներկայացնել ոստիկանության կրթահամալիրում, համապատասխան փաստաթղթերի ներկայությամբ, որոնցից ամենաառաջնային կետը համարվում է B-կարգի վարորդականի առկայությունը, որը նաև կարող են ձեռք բերել ուսումնական ընթացքի 2 ամսվա ընթացքում։
Առաջնային փուլը բժշկական փուլը անցնելուց հետո արդեն իսկ մասնակցում են ֆիզիկական պատրաստվածության եւ մասնագիտական հմտությունների փուլերին։ Անցնելուց հետո արդեն անցնում են որպես ուսումնական ընթացքի, որը տևում է 6 ամիս։ Արդյոք կրթական որևէ նորմ կա, օրինակ պետք է բարձրագույն ավարտած լինի կամ չգիտեմ միջնակարգ կրթությամբ եւս հնարավոր է եւ արդյոք քննությունից անմիջապես հետո որևէ ուսումնական ընթացք անցնում է բարեկը մինչև աշխատանքի դուրս գալը։ Այո, նշեմ, որ առնվազն միջնակարգ կրթություն է անհրաժեշտ դիմելու համար։ Նշեմ նաև, որ ուսման տևողության ընթացքում 6 ամիսների ընթացքում սովորողները ստանալու են Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի չափով դրամական բավարարում, իսկ ոստիկանության ծառայողները որպես գործուղում արդեն օրենքով սահմանված կարգով եւ չափով իրենց աշխատավարձերը, ինչ վերաբերվում է ընդունելության մյուս մանրամասներին, նշեմ նաև, որ բարեկային ծառայությունում ավելի փորձառու եւ ավելի տարիքային այդ բարձր շեմի ծառայողները կարելի է ասել գալիս է մի ժամանակ, որ հավասարվում են դեռ լրիվ զրոյից, այսինքն նոր ոստիկանություն մտած անձանց հետ, այսինքն շատ արագ եւ արագ տեմպերով կարողանում են հավասարվել իրենց ունակությունների եւ իհարկե կրթական process-ի արդիականացման հետ կապված։ Իսկ տղաների դեպքում պարտադիր ժամկետային զինծառայություն անցնելը կարևոր է, պարտադիր է, թե ոչ։ Այո, տղաների դեպքում պարտադիր է ժամկետային զինծառայություն անցած լինելը։ Իսկ արդյոք նաև հոգեբանական ինչ-որ դասընթացներ կամ միգուցե թեստեր են անցնում, քանի որ սա շատ կարևոր է եւ վերջին տարիներին մենք իսկապես նկատում ենք, որ քաղաքացիների եւ բարեկների հարաբերությունները այսպես բավականին լավ հարաբերություններ են։ Այո, նշեմ, որ հոգեբանական դասընթացները նույնպես իրականացվում են դասապրոցեսների ընթացքում, ինչպես չգիտեմ, կրակային, ֆիզիկական պատրաստականության, մասնագիտական կարողությունների, այնպես նաև անցկացվում են հոգեբանական, որի ընթացքում մեր դիմորդների մոտ կարելի ասել պահագին բան փոխվում է, թե հոգեբանական նկարագրի տեսանկյունից, թե ընդհանուր իրենց անհատական նկարագիրը։ Խոսենք դիմորդների մասին եւս մեկ անգամ, արդյոք երկքաղաքացիություն ունեցողները կարող են դիմել մրցույթին, թե ոչ։ Այո, երկքաղաքացիություն ունեցող անձինք եւս կարող են մասնակցել ընդունելությանը եւ անցնել մեր շարքերը։ Վերջին տարիներին մենք նաև շատ գովազդներ էինք տեսնում, երբ խոսում էին այն մասին, որ բարեկը քաղաքացու ընկերն է եւ կարող է նրան օգնել, օգտակար լինել, այս հոգեբանությունը եւ կարծես թե այս քաղաքականությունը սկսեց շարժվել, այլ ոչ թե ոստիկան եւ քաղաքացին հակառակ դաշտից լինելը, սա կարծես շատ լավ ազդեցություն ունեցավ։ Դուք որպես մարդիկ, ովքեր անընդհատ առնչվում են քաղաքացիների հետ, արդյոք զգում եք փոփոխություններ։ Բավականին շատ ազգացում է փոփոխությունները, քանի որ զուտ մասնագիտական է մեր սկզբունքներից մեկը դա մարդասիրության սկզբունքն է, մեր գործառույթներից հենց ամենաառաջնայինը օգնել եւ ձեռք մեկնել անձանց, թե վարչական վարույթներ իրականացնելուց հենց իրենց իրավունքների իրացման գործընթացը նույնպես համարվում է մարդասիրության սկզբունք եւ մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման մի փուլն է համարվում, դրա հիմքով արդեն իսկ բարձր մակարդակի վրա է գտնվում մեր եւ քաղաքացիների փոխհարաբերությունները։ Քանի որ դուք ամեն օր շփվում եք քաղաքացիների հետ, որն է ծառայության ընթացքում օրվա մեջ ամենադժվար հատվածը կամ ինչ բարդ իրավիճակ եք վերջերս հաղթահարել կամ հարթել։ Կամ ինչ հարցերով են ձեզ դիմում քաղաքացիները օրվա ընթացքում։ Քաղաքացիները մեզ դիմում են ամենատարբեր հարցերով, սկսված թե հենց օգնություն խնդրելուց, այսինքն մեկի մեքենան է, չգիտեմ, խափանվել եւ մնացել ճանապարհին, խնդրում են օգնել, դե մենք իհարկե տեսնելու պես առանց իրենց օգնություն խնդրելու մոտենում ենք եւ փորձում օգնել, ինչպես նաեւ վարչական ակտերի հետ կապված իրավաբանական օգնություն են ցանկանում մեզանից ստանալ, մեր գործառույթների շրջանակներում մաքսիմալ կերպով փորձում ենք աջակցել, չգիտեմ, խափան վերջին շրջանում հիմնականում կապված են եղել հենց խափանված մեքենաները դուրս բերելու ժամին, դե պատկերացրեք ժամը երեկոյան ասենք 6-ից 7-ը ամենաբանուկ փողոցներում են ամենախցանված
մի մեքենա էլ խափանվում է ու ամբողջ երթևեկությունը ոնց որ ավելի դժվարանում է, մենք բոլոր միջոցները փորձում ենք ձեռնարկել նույն պահին, որպեսզի մեքենան դուրս բերենք, հենց անցած ծառայության իմ հերթափոխի ժամանակ նման մի դեպք եղավ Վազգեն Սարգսյան փողոցի վրա, քաղաքացու մեքենան հենց ես անձամբ այն որ ես արեստավոր չեմ մեքենայի, բայց այդ պահին չգիտեմ ինչ-որ գերբնական ձևով կարողացա այդ մեքենան գործի գցել եւ դուրս բերել ճանապարհի հատվածից, քաղաքացին էլ անչափ գոհ հեռացավ մեզանից։ Առանց որևէ խտրականության ես ուզում եմ ձեզ հարց ուղղել, թե ինչն է ամենագրավիչը կանանց համար բարեկային ծառայության մեջ, որպեսզի հիմա մենք կարողանանք նաեւ կանանց շահագրգռել դիմել մրցույթին։ Եթե անկեղծ ինքս բավականին պարտաճանաչ մարդ եմ, հենց այդ կարգ ու կանոնը, սահմանափակումները հստակ դասավորված կարգը, որոնք կան, ինձ համար դրանք գրավիչ են, ինչու ոչ նաև գոլեգաների եւ վերադասության կողմից տրվող հարգանքը եւ առաջնահերթությունը։ Իսկ ինչպես են տղամարդիկ վերաբերվում ձեզ, երբ կանգնեցնում եք նրանց կամ որևիցե հարց են ունենում ձեզ հետ, կին է, ով որ այսօր կանգնած է օրենքի կողքը, ինչպես է այդ հարաբերությունները։ Եթե անկեղծ երբեմն դեպքեր է լինում, եթե տղաների հետ փորձում են, ասել կլինի չդու գանեք, աղջիկը լավ առաջի աղջիկ տես, լավ դու գանեք։ Երբեմն շատ են ուրախանում, որ հենց աղջիկ կա արձանագրություն կազմողը կամ իրենց կանգնեցնողը կամ իրենք որ մոտեցել են որևիցե հարցով։ Իսկ եղել է հարց, որ դուք եք հարթել ավելի շատ կանացի հոգեբանությամբ ու դες հետ նաև եղել են տղամարդ պարեկներ, բայց ի վերջո հարցի լուծումը մնացել է ձեզ վրա։ Բազմաթիվ են նման դեպքերը, առավել եւս ոչ սթափ քաղաքացիների հետ կապված։ Իդեպ շնորհակալություն մեր քաղաքացիներին, որ ամեն դեպքում գտնվելով ոչ սթափ վիճակում կարողանում են իրենց սահմանափակել ու գիտակցել, որ կինա ու անկեղծ ոչ թափառորդների հետ կապված մեզ հետ զրույցը ավելի հակիրճ ու կոնկրետ ու ավելի հաճելի ստացվում, քան տղամարդկանց հետ։ Ահա, շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնենք, թե ինչպես կարող են մարդիկ դիմել։ Մարդիկ կարող են դիմել աշխատանքային օրերին, ժամերը հստակ կարող են մտնել եւ ծանոթանալ մեր պաշտոնական կայքեջերում, կարող են մոտենալ կրթահամալիր ոստիկանության եւ այնտեղ դիմումի տեսքով լրացնելով դիմեն եւ ընդունվեն։ Նշեմ, որ քաղաքացիները մոտենում են կրթահամալիր դիմումի տեսքով են իրենց հայտերը ներկայացնում, իսկ գործող ծառայողները զեկուցագրերով ըստ իրենց վերադասության։ Շնորհակալություն զրույցի համար։ Լավ ծառայություն ենք մաղթում, իսկ մենք գնում ենք գովազդ դիտելու։